Մի քիչ այլ բնույթի հարց եմ ուզում հնչել։ Դիմություն sense գալիս գնում գալիս։ Գրածվում դուրս են։ Վարչապետ գրանցվում են, որպեսզի աշխատավարձ ստանան, բայց գնում են, որպեսզի չմասնակցեն նիստին։ Մենք 5 տարի այդ շարժն ենք տեսնում։ Տենց ինչ-որ բան ոնց որ պատտվիր կյանքի կարուսել երկը, սենց ստեյց մտնում են դուրս են գալիս, մտնում են դուրս են գալիս, Վարչապետն ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագրի 2025 թվականի կատարողական զեկույցը ներկայացնելուց հետո պատգամավորների հարցերին էր պատասխանում, երբ նկատեց ընդդիմության շարժը։ Ընդդիմության միուս ներկայացուցիչներին կոչ եմ անում գալ, եւ չեք խանգարում դուք ընդհանրապես եկեք գրանցվեք գնացեք։ Շատ լավ։ Պարոն վարչապետ։ Վարկմարկ կունենաք փակելու բան, չգիտեմ։ Կարող է բենզինը թանկացած լինել, չեմ ասում, գնաճի մասին եք խոսում։ Վերջին 2 ամիսն է մնացել, հա։ Վերադառնալով կառավարության ծրագրին, պատգամավոր Սերգեյ Բագրատյանին հետաքրքրում էր վարչապետը, որոնք է համարում մեր կառավարության 3 ամենամեծ ձեռքբերումները եւ ինչն է, որ դեռ չեն հասցրել իրականացնել։ Փաշինյանն առաջին հերթին խաղաղությունը նշեց, երկրորդը առողջության ապահովագրության համակարգն ու սոցիալական որոշ ծրագրեր, այդ թվում կենսաթոշակների շարունակական բարձրացումը, երեխաների համար տրվող աջակցությունը։ Երրորդ տեղում առանձնացրեց հետևյալը. Պետական համակարգում իրականացված փոփոխությունները, մասնավորապես ատեստավորում, բանակում տեղի ունեցած բարեփոխումները համարում եմ ռազմավարական նշանակության հաջողություն եւ ճիշտ ասած շատ մեծ հաջողություն եմ համարում կատարողականի գնահատման հիման վրա վարձատրության նոր համակարգի ներդրումը պիլոտային։ Իսկ չլուծված հիմնական խնդիրները ջրային ու արդարադատության ոլորտներում են։ Ես գիտեք ինչ անկեղծ ասած կարծում եմ, որ դատական համակարգի խնդիրների մի զգալի մասը հնարավոր չի լինելու իրականացնել առանց նոր սահմանադրության ընդունման, որովհետև այդ իներցիայով տեղապտույտի վիճակը անընդհատ շարունակվելու է։ Արդարությունը եւ արդարադատությունը համապատասխանությունն է սահմանադրությանը եւ սահմանադրությունից բխող օրենքներին, շեշտեց վարչապետը եւ հավելեց, երբ սահմանադրությունը ժողովրդի կողմից ընդունված չէ, ցանկացած գործողություն ընկալվում է որպես անարդարություն։ Մեզ ծայրահեղ անհրաժեշտ է երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը, որը առանց սահմանադրական փոփոխության հնարավոր չի, որովհետև ես մի անգամ առիթ ունեցել եմ, նախկինում ինչքան խոսել ենք երթվյալ ատենակալների մասին, ասում են դե գիտեք ինչ փոքր երկիր է, մեկը մյուսին ճանաչում են, բարեկամ, բայց չհասկացա, այդ ոնց է քննիչի համար փոքր երկիր չի, դատախազի համար փոքր երկիր չի, դատավորի համար փոքր երկիր չի, հենց բանը հասնում է քաղաքացու համար երկիր միանգամից փոքրանում է։ Խոսքը դատաքննությունների ժամանակ քաղաքացիներին, ժողովրդի ներկայացուցիչներին ներգրավելու մասին է։ Փաշինյանը խոսեց նաև արդարադատության ոլորտում մաֆիայի մետաստազների մասին։ Շատ ոլորտներում մենք մաֆիայի դեմ ենք պայքարում եւ այդ մաֆիան իր մետաստազները ունի բոլոր տեղերում։ Այդ մաֆիան իր մետաստազները ունի ազգային ժողովում, կառավարությունում, դատարաններում, դատախազությունում, քննչական մարմիններում, ոստիկանությունում, բոլոր տեղերում։ Խիմիոթերապիան այլևս էֆեկտ չի տալի։ Մեզ պետք է վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում արդարադատության հարցը։ Հերիքա բանի ժողովրդի ներվերը ինչքան կարելի է քայքայել։ Ինչքան կարելի է քայքայել։ Ասենք մի կենտրոնից կառավարող sense բուծած բանի ես էլ եմ ասում ալա բանի Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը արդարադատությունը հիմա ինքը իրան վերարտադրում է։ Պետք է այդ վերարտադրության մետաստազը կտրել ընդհանրապես այլևս էլ տեղ չկա, որովհետև խայտառակություն է այսօր Հայաստանում արդարադատության համակարգում այն ինչ որ տեղի է ունենում։ Ինչքան էլ մենք օգնում ենք, աջակցում ենք, ուզում ենք այնց անենք, որ առաջ գնա փոփոխություն, բայց այդտեղ օրգանական process կա, օրգանական խնդրեմ կա։ Այդ համակարգը ժողովրդի հետ կապ չունի։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել իշխանության մարմին, որը չի բխում ժողովրդից։ 27-28 թվականներից սկսած խաղաղությունն արդեն այնքան սովորական պետք է լինի, որ դրանով ոչ ոքի չզարմացնես։ Մարիա Կարապետյանի հարցին անդրադառնալով հայտարարեց երկրի ղեկավարը։ Մինչև այդ որոշ գործողություններ պետք է արվեն։ Խաղաղության համաձայնագրի ստորագրում եւ ավերացում, տրիպ նախագծի իրագործում եւ այլն։ Մենք հիմա 3 ամիս է անցել, մենք էլ ենք զարմանում, բոլորն էլ զարմացած են առողջության ապահովագրությունից։ Հեսա կտեսնեք, որ օգոստոսին դրանով արդեն ոչ մեկի չես զարմացնի։ Հեսա կտեսնեք, որ օգոստոսին սեպտեմբերին ուրիշ խնդիրի հայտ կգա։
Արդեն իհայտ կգա, որ այս մի դետալը այնքան էլ լավ չի աշխատում, պետք է այս դետալը լավ արկել, այն մի դետալ։ Ազգային ժողովի առաջիկա ընտրությանը կառավարող ուժը ժողովրդից ակնկալում է խաղաղությունը սովորական ինստիտուցիոնալ դարձնելու մանդատ։ Կարծում եմ, որ ամենակարևորը դա է։ Ու այս տանիքի ներքո եւ ջրի հարցը, եւ սոցիալական հարցը, եւ մնացած ենթակառուցվածքների հարցը իհարկե կլուծվի։ Պատգամավոր Ալխազ Ղազարյանին պատասխանելով վարչապետը կարծիք հայտնեց, որ քաղաքացիները հաստատված խաղաղությունը զգում են նաև հոգեպես ու ինտուիտիվ հասկանում են, որ այժմ իրականացվող սոցիալական այս կամ այն ծրագիրը անուղղակիորեն կապված է նաև խաղաղության հետ։ Որովհետև եթե օրինակ խաղաղության նկատմամբ չկա վստահություն եւ կառավարությունը սպասում է էսկալացիոն նոր զարգացումների, դժվար կլինի այդքան շատ միջոցներ միանգամից ուղղել սոցիալական ուղղություններով, որովհետև միշտ էլ կմտածես, որ դնենք մի կողմ ինչ որ մի բան կարա այն չլինի եւ այդ իրավիճակներում օգտագործելու համար։ Վարչապետը նաև հայտարարեց 2018-ից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել եւ չի աշխատելու։ Ընդունեց Զարուհի Բաթոյանի դիտարկումը, որ խաղաղության ու կոնֆլիկտի չեզոքացման պայմաններում սոցիալական ծրագրերը հնարավոր կլինի ավելի հավակնոտ ու շարունակական դարձնել, բայց միևնույն ժամանակ նկատել, սոցիալական համընդհանուր ապահովության ոլորտում արվածից ավելին դժվար կլիներ ակնկալել, թվարկելով տարատեսակ ու բազմաթիվ ծրագրերը, որոնք 2018-ից հետո իրականացվել են։ Այնտեղ մեր խնդիրը կապված նվազագույն աշխատավարձի հետ, բայց նվազագույն աշխատավարձի հետ մեր հարաբերությունը ինչ է ցույց տալիս, որ նվազագույն աշխատավարձի փոփոխությունը մեծ հաշվով բան չի փոխում, որովհետև հիմնարկները կամ մարդկանց դարձնում են կես դրույք, եթե իրանք հակված չեն այդ աշխատավարձերը վճարելու, եւ դա մեծ հաշվով իսկ մնացած հատվածով, ասենք պետական կառավարման համակարգում հանրակրթության ոլորտում ատեստավորման այդ հարցը լուծված է, մնացած ոլորտներում ուղղակի կամ անուղղակի այդ հարցը լուծված է։ Խնդիրներ կան թիրախային որոշակի խմբերի առնչվող, ասենք վթարային շենքերի հետ կապված, բայց սա զուտ սոցիալական հարց չէ, նաև տնտեսական ու ներդրումային բաղադրիչ ունի։ Փաշինյանը համոզված է դրա լուծման բանաձևը Երևանում գտել են, մյուս տեղերի համար էլ որոշակի պատկերացում ունեն, նաև շեշտեց աշխատանքի կարևորությունը։ Ընդհանրապես բարեկեցություն ապահովելու ձևը այդ աշխատանքն է։ Եվ մեր սոցիալական քաղաքականությունները ուղղված են աշխատող մարդկանց աջակցելուն։ Տեսեք, մեր ամենամեծ սոցիալական ծրագիրը, որը կարող ենք անվանել սոցիալական, եկամտային հարկի վերադարձի ծրագիրն է, 324 միլիարդ դրամ մենք վերադարձրել ենք։ Բայց ենթադրվում է, որ այդ մարդիկ, որ այդ եկամտային հարկը վերադարձրել են, ստացել են, ենթադրվում է, որ իրանք մի որոշակի աշխատավարձ ունեն։ Ենթադրվում է, որ իրանք որոշակի աշխատանք ունեն, եւ մենք չենք զղջում, որ այդ մարդկանց աջակցում ենք, որովհետեւ այդ մարդիկ են գեներացնում այն հիմնական արդյունքը, որով նաեւ մենք սոցիալական ծրագրերը թոշակ ենք ավելացնում, նպաստ ենք ավելացնում եւ այլն եւ այդպես շարունակ։ Սոցիալական ծրագրերն ընդլայնելու հարցով շահագրգիռ քաղաքացիներին վարչապետը նորից խնդրեց վճարել հարկերը, իսկ գնում կատարելիս չմոռանալ վերցնել հաշվիչ դրամարկղային կտրոնը։ Ավելի ուշ ընդդիմությունը վերադարձավ դահլիճ, իսկ թե ինչու մեկնաբանեց վարչապետը։ Երեկվանից խորհրդանում կառավարության զեկույցն են քննարկում, ընդդիմությունը չկա, բայց այսօր եկել են քվեարկություններին մասնակցեն, որ պարգևավճարից չզրկվեն։ Պատկերացնում եք։ Աննա Զախարյան, լուրեր։